Դատարանի որոշմամբ հաշտության համաձայնություններով մարտի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել $1,803,000 համարժեք 710 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 393 միլիարդ 2 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 68.7 միլիարդ դրամով։ Միևնույն ժամանակ պետբյուջեի ծախսերը կազմել են 321.6 միլիարդ դրամ։ Զինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում Արական սեռի մինչև 18 տարեկան 8721 Հայաստանի Հանրապետության քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Ըստ վերջին 10 տարիների արդյունքների զինվորական պարտադիր ծառայության հրավիրվածների 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկում է մինչև 18 տարեկան Արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Եվրասիական զարգացման բանկը այս տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության արագացում է կանխատեսում։ Աճը կապահովվի հանրապետության արդյունաբերությունում դրական դինամիկայի վերականգնման հաշվին։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 41%-ով։ Աճը ապահովվել է ծառայությունների, առևտրի եւ շինարարության հատվածների կողմից։ Իսպանիայում ապրիլի 29-ի առավոտյան սպառողների 99.95%-ի մոտ վերականգնվել է էլեկտրականությունը։ Պորտուգալիայում հայտնել են 89 ենթակայանից 85-ի աշխատանքի վերսկսման մասին։ Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի զանգվածային ընդհատումների առաջացման պատճառը կարող է լուծվել մեկ շաբաթվա ընթացքում։ Համատարած հոսանքազրկման ստույգ պատճառը մնում է անհայտ։ Եթե Ամերիկայի եւ Չինաստանի միջև առևտրային պատերազմը տևի եւս մի քանի շաբաթ, մատակարարներն ու մանրածախ վաճառողները տարվա երկրորդ կեսին ստիպված կլինեն բարդ որոշումներ կայացնել, այդ թվում ինչ ապրանքներ առաքել եւ որքան բարձրացնել գները։ Մատակարարները կանխատեսում են, որ շատ պատվերներ կչեղարկվեն։ Դա կստիպի մանրածախ վաճառողներին ապրանքներ փնտրել Միացյալ Նահանգների եւ այլ երկրների շուկաներում, խանութների դատարկ դարակները լրացնելու համար։ Վրաստանի առևտրային բանկերում պահվում է ավելի քան 4 միլիարդ ռուսական ռուբլի։ Այս տարվա մարտի դրությամբ ռուբլով ավանդների ծավալը կազմել է 121 միլիոն լարի։ Սա գրեթե 138%-ով ավելի է, քան նախորդ ամսվա ցուցանիշը։ Գերմանական շքեղ ավտոմեքենաներ արտադրող Porsche-ն առաջին եռամսյակում գրանցել է շահույթի անկում 1.7 անգամ։ Հունվար-մարտ ամիսներին ընկերության գործառնական շահույթը նվազել է մինչև 762 միլիոն եվրո։ Ավտոմեքենաների մատակարարումներն էլ նվազել են 7.9%-ով հասնելով 71470-ի։ Ագրոպարենային ոլորտը առանցքային նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության եւ ընդհանրապես տնտեսության զարգացման համար։ Կառավարությունը այս ոլորտում պարբերաբար նոր նախագծերով է հանդես գալիս, ներկայացնելով պետական օժանդակության ծրագրեր։ Խրախուսվում են ինտենսիվ այգիների հիմնադրումները, առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների հիմնումը, խելացի անասնաշենքերի հիմնումը, ցեղային անասնատեսակների բազմացումը եւ տարածումը եւ մի շարք այլ ծրագրեր, որոնք թույլ կտան ագրոպարենային ոլորտում արձանագրել արտադրողականության աճ։ Ծրագրերը արդյունավետ են, բայց դրանց իրականացման համար անհրաժեշտ են միայն որակյալ մասնագետներ։ Իսկ որակյալ մասնագետներ ապահովելու առաքելությունը դրված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վրա, որովհետեւ համալսարանը միակ բուհն է, որը որ ապահովում է բարձրագույն կրթությամբ ագրոպարենային ոլորտի մասնագետներ։
Բազմաթիվ են դեպքերը, երբ այս ոլորտում աշխատանքի են անցնում արտասահմանցիները, մեծ է տեղական մասնագետների պահանջարկը, բայց նրանք քիչ են մեր երկրում։ Ագրարային համալսարանի ռեկտորի կարծիքով սրա հիմնական պատճառը երիտասարդների մոտ ինֆորմացիայի պակասն է ոլորտի վերաբերյալ։ Ժամանակ է պահանջում աշխատանքները պետք կատարել, որպեսզի կարողանանք իրազեկ դարձնենք մեր երիտասարդներին, պոտենցիալ դիմորդներին, որ ագրարային համալսարան ընտրելով իրենք կարող են եւ իրենց հակումները դեպի ժամանակակից տեխնոլոգիաներ բավարարել եւ աշխատել ագրարային ոլորտում որպես մասնագետներ եւ պատշաճ վաստակել։ Պետությունը որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ օժանդակություն է սկսել նախորդ տարվա սեպտեմբերից ագրարային համալսարանի 14 կրթական ծրագրերով սովորող երիտասարդները ստանում են ամսական 70,000 դրամ կրթաթոշակ։ Բարձր առաջադիմությամբ սովորելու պարագայում էլ ուսանողը հնարավորություն է ստանում հաջորդ կուրսում ստանալ 77,000 դրամ կրթաթոշակ։ Ագրարային համալսարանը միակ բուհն է Հայաստանում, որ կրթական ծրագրում կիրառում է աշխատանքային կիսամյակը։ Մեկ ամբողջ կիսամյակ ուսանողը անցնում է գործատուի մոտ աշխատանքի, գործատուն հնարավորություն է ունենում ամբողջ օրվա ընթացքում օգտագործել նույն երիտասարդի ուժը որպես իր մոտ աշխատող, երիտասարդը կարողանում է իրեն դրսևորել թե որպես մարդ, թե որպես մասնագետ իրական աշխատանքի պայմաններում։ Այս մեթոդի շնորհիվ մի շարք ուսանողներ մինչև համալսարանն ավարտելը կարողացել են իրենց մասնագիտությամբ աշխատանքի անցնել։ Փոփոխությունների մեկնարկը տրված է կադրային զարգացում, դեռ սպասվում է անհրաժեշտ են միայն լրացուցիչ ջանքեր ու հետևողական աշխատանք։ Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում տեղաբաշխվել են ռեկորդային ընդհանուր 100 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր, իսկ ներդրողների պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը ավելի քան կրկնակի գերազանցել է տեղաբաշխման ծավալը՝ շուրջ 221,5 միլիարդ դրամ։